Ուսանողների միջազգային օրվան ընթരാճ Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք վերջին տարիներին կրթաթոշակ են ստացել Բիբլոս-Բանկ Արմենիայից, հանդիպեցին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։ Մեզ համար կրթական ծրագրերին աջակցելը եւ մասնակից լինելը չափազանց կարեւոր է։ Մի քանի տարի առաջ բանկը տոնում էր 15-ամյակը Հայաստանում գործունեության եւ մենք որոշեցինք լավագույն ձևը 15-ամյակը տոնելու կլինի որևիցե մի նոր կրթական ծրագիր իրականացնելը։ Ես տեսնում եմ, որ տարին տարվա վրա ուսանողները ավելի հետաքրքրված են դրանով, դա լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում եւ մենք մեր հիմնական նպատակին հասնում ենք, որը կրթության նկատմամբ հետաքրքրության խթանումն է։ Ամեն տարի Բիբլոս-Բանկ Արմենիան մեկական միլիոն դրամի կրթաթոշակ է տրամադրում ԵՊՀ բարձր առաջադիմություն ունեցող 5 ուսանողի։ Ծրագիրը երիտասարդների շրջանում կրթության հանդեպ հետաքրքրությունը խթանելու բանկի կարևորագույն նախաձեռնություններից է։ Բանկը ինքնին լինելով կրթությունը կարևորող կառույց, յուրաքանչյուրիս համար շատ լավ կարիերայի սկզբի ու աճի հնարավորություն է տալիս, որպեսզի կարողանանք մեր կրթությունը, ստացած կրթությունը ու գիտելիքները ճիշտ ոլորտում ու ճիշտ տեղում օգտագործել։ ԵՊՀ ռեկտորը պատմում է, քննարկվում է նաև հենց բանկում պրակտիկ գործունեություն անցնելու հնարավորությունը։ Մեր ուսանողների եւ նրանց վրա կատարվող ներդրումները հսկայածավալ հետ վերադարձ են լինելու երկրին տարատեսակ եղանակներով եւ հատկապես երկրի զարգացմանը նպաստելու միջոցով։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բանկին այս օգտակար համագործակցությունը Երևանի պետական համալսարանից սկսելու եւ շարունակելու համար։ ԵՊՀ տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի դեկան Խաչատրյանի խոսքով ուսանողների ընտրության հարցում հիմնական չափանիշը բարձր առաջադիմությունն ու համալսարանական կյանքին ակտիվ ներգրավվածությունն են։ Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ Բիբլոս-Բանկ Արմենիայի հետ ֆակուլտետի համագործակցությունը էպիզոդիկ չի, այն ռազմավարական է, երկարաժամկետ է ու ուզում եմ նաև հույս հայտնել, որ երկուստեք ջանքերի շնորհիվ այն այլ դրսևորումներ է ստանալու, ավելի է խորանալու, ավելի էֆեկտիվ է դառնալու։ Չնայած նման ներդրումները երկարաժամկետ նպատակի են ծառայում, բանկի գլխավոր գործադիր տնօրենը նշում է, փոփոխությունն արդեն տեսանելի է։ Մենք ունենում ենք մեր տարբեր կրթական ծրագրերից մեզ դիմող աշխատակիցներ, ուսով եմ առաջիկայում էլ կունենանք։ Բանկի ու ԲՈՒՀ-ի միջև կրթաթոշակային այս ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին, անվանական կրթաթոշակ եւ ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։ Բանկից վստահեցնում են, շարունակելու են ծրագիրը։ Բանկը նաեւ ֆինանսավորում է տարբեր կրթական նախագծեր եւ հովանավորում կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։